Մանուկյանի տվեր հրավայում եմ։ ու դիրքը գազադային թշնամու զինվորներից Ռոբերտն այլևս չկար։ Իր վերջին մեղնակով պատասերերին, թշնամիներին։ Իր ազնվոր քայլով 19-ամյա սերժանտը պրկել է նաև տիկնիկից օգնության ասաստաններին, որոնց իրար չհաջողվել է շարունակել հերոսների գործն ու բարել նրանց կյանքի գնով ժառանգված դիրքը։ Մայոր Էդիկ Մալոյանն ու նրա 8-ականած ազնագազն անցել է գրոյի, հակառակորդին ստիպելով նահանջել։ Ռոբերտի մայրը, տիկին Աննան, ասում է. ապրիլի 1-ին, երբ իմացանք, որ վիճակը լարված է, կռիվ է սկսվել, էլ Ռոբերտի հետ չկարողացանք կապնվել։ Ասում էին նաև, որ կան տղաներ, որ փախել են։ Մտածում էի, գոնե ինքն էլ նրանց մեջ լինի։ Հետո իրեն պատկերացնելով մտածում էի, ինքն իրեն կսպանի, բայց կռվից չի փախնի։ Ռոբերտը երբեք չէր նահանջի, առավել ևս վիրավոր ընկերոջը մենակ չէր թողնում։ Ամեն տեղ առաջինը պետք է լիներ, ամեն ինչ ինքը աներ։ Ապրիլի 8-ին կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացնում են զոհերի մարմինների որոնողական աշխատանքները, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջանի և Զոհրաբյանի դերը։ Կրտեր սերժանտ Ռոբերտ Աբաջանի ապրիլի 1-ին հոր և ընտանիքի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներ։ Բաբ ջան, ծնունդը չնորհավոր, տղեդ գնում ա դիրքը պահելու։ Զինվորը շտապեց իր կյանքի գնով հայրենի հողը պահելու։ Ռոբերտի թունակությունների մասին ավելի շատ խոսում է նրա տատիկը, որ եղել է նաև Ռոբերտի դասղեկը և ռուսերենի ուսուցչուհին։ Հենց իր դասարանը տվեցին ինձ, ուրախացա, մտածելով, որ ավելի կկարողանան տալ իրեն, տուժում էր, որ իմ թոռնիկն էր։ Ամենաշատը իրեն էի դիտողություն անում։ Դպրոցում, որ ասեմ, լավ էր սովորում, չէ, բայց պատաճնաշ տնայինները կատարում էր։ Մի անգամ դպրոցից 15-օրով հեռացրին, էլի ինչ-որ չարություն էր արել, տնօրենը կանչել էր, ասել էր, բա ամոթ չի, տատիկիդ խաթր։ Հենց լսել տատիկիդ խաթր, իրար էր խառնվել։ Ես ներկա չեմ եղել այդ խոսակցությանը, եկանք տուն, առավոտյան հավաքվում էր, ասացի, ուր ես հավաքվում, քեզ հեռացրել եմ, ասեց, չէ տատիկ, պիտի գա։ Տնօրենն ինձ ասեց տատիկիդ խաթր, բայց ախր ես սովորում եմ, չէ՞։ Տետրս պետք է տանեմ ցույց տամ, ասացի 15 օրից կտանես, ասաց չէ, 15 օրից որ տանեմ, կմտածի այդ 15 օրն եմ նստել գրել։ Ես 60 տարեկան կին եմ, բայց այդ պահին հասկացա, որ երեխան ճիշտ է, ասացի գնացինք։ Բոլորն են խոսում նրա մշտական լավ տրամադրության ու ակտիվության մասին։ Մեկն ասում է չարաճճի,
մեկը սննի, մեկն էլ ուրախ։ Պապիկը պատմում է. ընկերները պատմեցին, որ մի անգամ գնացել են աղջիկ ուզելու, ծաղկեփունջ նվագախումբ 2 մեքենա, տղաների հետ գնացել են, ասել են դուռը հեղն է բացել, Ռոբերտն ասել է տղեր փախանք, ծաղիկները գցել, նստել մեքենաներն ու փախել։ Ակտիվ ու աշխուժ Ռոբերտը շատ է սիրել բարեկամների հետ հավաքվել, երաժշտություն միացնել ու պարել, շատ ժամանակ դրսում ընկերների հետ է եղել, առհասարակ սիրում էր դրսի կյանքը, սեր ուներ տղայական միջավայրի ու այլ բարքերի հանդեպ, շատ ընդունակ էր, տեղը չէր նստում, ամեն ինչ շուտ էր հասկանում, կյանքով լեցուն, ուրախ, աշխուժ այս տղային սիրում էին բոլորը, բոլորի հետ ընկեր, բոլորի հետ հարազատ, առանց տարիքային սահմանափակման, մարդիկ կան, ամաչում են խոսել, ինքը չէ, ընդհակառակ, ամեն ինչից տեղյակ էր, շատ մեծ ձգտում ուներ, ուզում էր գալ, շարունակել կրթությունը, հիշում եմ, պատմում է մայրը, որ էր հագին փոքրացած շորերը տանում էր մանկատուն, ու մինչ բանակ գնալը մի քանի անգամ շորեր տարավ մանկատուն, այ իմ մտքով չէր անցնի, բայց ինքը ճիշտ էր։ Ընկերները պատմում են, որ բանակային կյանքից չնայած կարգապահական բարդություններին հաճույք էր զգում։ Ապարտանում ինչ զինվորական ազգեսպով, ու անգամ արձակուրդ գալուց այն հագից չէր անում, որ բոլորը տեսնեն։ Մանումենցի կյաժը, ում հայրն էր այդ մակարանով կնքել, զինվոր է, հայրենիքի զինվոր։ Հիմա կյաժը նոր բարձրագույն կոչում ունի, Արցախի հերոսի կոչում, որով նրա գործն ու անունը լցրեցին պատմության մի նոր էջ, ծերունների համար դառնալով նորարի հերոսի բառօրինակ, ով իր կյանքը տվեց հանուն մայր հողի։ Աբաջյանի այս դիրք հանձնողի մերը արտահայտությունը թևավոր խոսք է դարձել։ Այսօր Ռոբերտ ու նրա նման հարյուրից ավել տղաներ չկան։ 4 օր շարունակ նրանք համառ մարդ վարեցին թշնամու գերակայող ուժի հետ։ Մինչև վերջին շունչն ու փամփուշտը կռվեցին հանուն մի կտոր հողի, մնալով հավերժ հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով թշնամու առաջ փակեցին Մարտակերտի դուռն ու նրան թույլ չտվեցին մոտենալ Սիսուլան։ Տղաներ, ովքեր գերադասեցին լինել հավերժի ճամփորդը, բայց ոչ գերին թշնամու, թողնելով մեծ վերք ազգի սրտում։ Խոստանում ենք երբեք չմոռանալ ձեզ, հիշել ու գալիք սերունդներին պատմել, որ կանք, որ ապրում ենք միայն ձեր շնորհիվ։ Խոսում է հողը հայրենի, հայ զինվոր քեզ պարկ ու երան, դու հերոսն է ծնվում է հայ մորից, լուր ցավում է հողը հայրենի, օրհնելով իր քաչ զավակներին, հայրենիքը մորպես աղոթում է, Տեր Աստված հեռու գույր գնդակից,
Մահն է սարսափում քո քաջ ոգու Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի Խաչ դարձար գաղթում հայոց վանքի Հայրենիքը որպես աղոթում է Տեր Աստված հեռու գույր գնդակից Մեր խաղաղի շերը քո ձեռքում է Այս իմ հերոսն ես բանակի Հայրենիքը որպես աղոթում է Տեր Աստված հեռու գույր գնդակից Մեր խաղաղի շերը քո ձեռքում է Այս իմ անպարտ մեր բանակի Հայրենիքը որպես աղոթում է Տեր Աստված հեռու գույր գնդակից Մեր խաղաղի շերը քո ձեռքում է Այս իմ հերոսն ես փառավոր Այս իմ Ես զինվոր եմ, չէ ներեցեք, ես զինվոր էի, արդեն պիտի սովորեմ ինքս ինձ հետ անցյալով խոսել, չնայած ներկա կլինեմ դեռ երկար ժամանակ, երբ ես ծնվեցի, հայրս մի լավ խմեց, դե հասկացեք նրան, ախր տղա էր ունեցել, անցան իմ 18 գարունները, 18-րդն արդեն ինպես զինվորների հետ դիմավորեցի, բոլորիս 18-րդ գարուններ, բոլորս միասին էինք։ Գանանը ծաղկում է բնությունը, կյանքը սկսում է արտանալ իր խորը քնից, այս գարունն էլ սովորականի պես սկսվեց։ Մի քանի օր առաջ հայրս էր զանգել, ասաց, որ մեր բակի ծիրաներին արդեն ծաղկել է, օրերն եմ հաշվում, 20-րդն արդեն իմ տանը կդիմավորեմ, ծիրանենու ծաղկելն իմ աչքերով կտեսնեմ, բայց այս գարունը նման չէր մյուսներին, բնության հետ արթնացել էր նաև թշնամու դաժանությունը, չնայած նրանց դաժանությունը երբեք հերքում չէր մտել։ Ես չէի պատկերացնում, որ սա իմ վերջին գարունը կդառնա, ախր 20-րդը պիտի տանը դիմավորեի։ Ես չէի պատկերացնում, որ արևը վերջին անգամ եմ տեսնում, եթե իմանայի, արևից մի որ սրտումից կպահեի։ Ես չէի պատկերացնում, որ մորս ձայնը վերջին անգամ եմ լսելու, եթե իմանայի, կխնդրեի նրան մի քանի բառ ավել ասել։ Ես չէի պատկերացնում, որ ծիրանենին իմ աչքերով էլ չեմ տեսնի, եթե իմանայի, կխնդրեի հորս ծաղկած ծիրանենուց մի քիչ էլ պատմել։ Ես շատ բան չէի պատկերացնում, պատկերացնելու ժամանակ էլ չունեցա։ Իմ ու ձեր միակ մխիթարությունը թող լինի այն, որ մահս սովորական մահ չէր, մահս հերոսական էր, կյանքս սովորական կյանք չէր, այլ հերոսի կյանք։ Մարմինս մահացավ, բայց հոգիս ամեն պահ վերածնվում է։ Ես կամ ու կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ ինձ հիշում եք։ Ես գնացի, որ դուք ապրեք։ Իմ ծաղկած ծիրանենին ձեզ եմ նվիրում։ Գարունս թող ձեր համար բացվի, բայց երբեք չնմանվի 2016-ի գարնանը։ Ձեզ եմ տալիս նաև իմ մի բուր արևը։ Իսկ մորս ձայնը հաստատ չեմ մոռանա։ Ականջներս նրա ձայնով հարուստ են։ Հայրս նորից մի լավ խմեց։ Դե հասկացեք նրան, ախր տղա էր կորցրել։ Իմ ձեռքին ինչ ունեցել,
բոլորը աշխել եմ ձրի, և վերջին պատարը հացի, և վերջին կաթիլը ջրի։ Բաշխել եմ եղածի չապով, չեմ սրել, բաշխել եմ մարդիկ, երբեմն բոլոր եմ բաշխել, երբեմն հատիկ առհատիկ, բաշխել եմ կրակ ու կրով, ժպիտներ, ուժ ժամանակ, թե մեկից մի բան եմ խնայել, իմ ցավն եմ խնայել մենակ, բաշխել եմ ինչ-որ աշխարհում, տրվում եմ այն մեկ անգամ, որքան առատ եմ բաշխել, դժգոհ եք եղել դուք այնքան, ասել եք, խոսել, բողոքել, անգամ նախանձել, որ կամ, կոչել եք դժկան ու դժնի, ժլատ եք կոչել ինձ անգամ, առատիկ եք բաղ և բաղձանք, և կյանքս ծվեն արձվեն, և իզնից առածի տեղակ, հոգսեր ու ցավեր եք տվել, որքան էլ իզնից հեռացել, դուք ինձ միշտ եղել եք մոտիկ, մարդիկ, ինչ շատ եք չարչարել, բայց էլի մարդիկ, բայց էլի դուք լավն եք մարդիկ, ասում եմ, որ երրորդ անգամ, առանց ձեզ ոչ միայն ապրել, ես մեռնել չեմ կարող անգամ։ Ամեն վարկյան սիրով տպտում, ասում եմ ես, մնաց բարով, որ բարևին իմ ոտ սրտում, ասում եմ ես, մնաց բարով, մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի, տանջվող ու ոտ բադամարդում, ասում եմ ես, մնաք բարով, ասում եմ ես, ընկերներիս, մոտ ու հեռու, ոսողներիս չար ու արդում, ասում եմ ես, մնաք բարով, երկնի մովին, կանաչ ծովին, անտառների խոր ու մթին, գարնան ամպին լույս ոլորտում, ասում եմ ես, մնաք բարով, ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին, արտույտներին ոսկե արտում, ասում եմ ես, մնաք բարով, ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիսված հոգիներին, մանուկներին վար խլարտում, ասում եմ ես, մնաք բարով, գնում եմ ես մի մոտ աշխարհ, հեռու երկիր էլ չեմ գալու, բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով։ Ձեր լռությունը զնգում, զրնգում է ձերով մեկ, ձեր լռության համերգում ինձ բացակաչ դնեք, համբերություն եմ ասում, ակնարկներս կրկնեք, համբերության հանդեսում ինձ բացակաչ դնեք, ձեր շուրջը ամպ է, կայծակ, քնով չանցնեք, չքնեք, քնեցիք էլ, արթնացակ, ինձ բացակաչ դնեք, թվում է թե կամենակ մի օր երկինք կթռչեք, ձեր թռիչքի ժամանակ ինձ բացակաչ դնեք, ես եմ քարե պատարակ, ձեզնից սերված ընդունեք, դուք ձեր կամքին հակառակ ինձ բացակաչ դնեք, ոչ խոստումներ, ոչ երդում, չսպասեք ու չքննեք, անվերջ, անշարժ ձեր երդում, ինձ բացակաչ դնեք։
2019 թվականին հայոց անկախպետականության 27-րդ տարին է։ Ավելի քան 2 տասնամյակ է, ինչ մեր բանակը եւ ողջ հասարակությունը ապրում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում։ Սա առանձնահատուկ վիճակ է ցանկացած բանակի եւ առանձին վերցրած յուրաքանչյուր զինվորի եւ սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը։ Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին խառահեղ ազատամարտի, նրանց առջև, ովքեր Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին եւ իրականացրին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում նաեւ կյանքի գնով։ Նրանք դարձան օրինակ եւ չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես օրինակ մեր համագյուղացիներ, ապրիլյան Փարոյեի հերոսներ Հայկ Համայակի Աբրահամյանը եւ Նարեկ Մարտիկի Խաչատրյանը։ Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձևավորեցին մեր բանակը ոչ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում։ Բառացիորեն ամեն օր մենք վկայում ենք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորների սխրանքներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր սահմանները, այն ամենը մի սուրբ ու վիրավորողներից համար։ Այսօր մեր նոր սերունդը շարունակում է մեր բանակի եւ զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին մարտի դաշտում։ Հայացին մեր մեծազգի դուք արծիվներ, նվիրական ուղձերը մեր, դարձրեք ներկա եւ հարատև, հաղթանակներ բերեք հայոց ծիրանագույն դրոշներով, հայոց անպարտ արքաններին ողջարեք մեզ թռիչքներ, առաջացրած մեր հայրենյաց այրեր հայոց, քաջուարի, եղեք զգոն, եղեք պատրաստ Ախոյանի տավերի դեր, փակեք ճամփան երևելի աներևույթ մեր թշնամյաց, ազատ պահեք դրանք տավայր մայր Հայաստան։ Թրջեի